Ապրում է։ Արի Տիգրան մեծ 29 ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29 ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29 ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29 ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Ապրում է։ Արի Տիգրան մեծ 29 ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։
Սիրելի ֆուտբոլասերներ, ուղիղ հեռարձակումները շարունակվում են մեզ մոտ եւ խաղային օրվա երկրորդ հանդիպումը կմեկնարկի ընդամենը վայրկյաններ անց։ Գագարին Ադանա ֆուտբոլիստներն արդեն դաշտում են, ողջունում են միմյանց, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին այս հանդիպման համար։ Սկսեմ Գագարինից Սավակ Այվազյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 1 Ժորա Մարտիրոսյան 12 Նարեկ Աբգարյան 3 Արման Դավթյան 6 Արսեն Հովանիսյան 22 Ռադիկ Մարտիրոսյան 11 Գարիկ Սարգսյան 9 Վահե Պողոսյան 8 եւ Հայկ Սարգսյան համար 7 Ադանայի դարպասը պաշտպանում է Մորյանը համար 75 Պողոսյան 3 Ղարիբյան 4 Սիմոնյան 6 Թովմասյան 7 նա թիմի ավակն է Թմոյան 8 Բեգլարյան 20 Մխիթարյան 22 Խաչատրյան 2 Մովսիսյան 5 Սերոփյան 11 Կարապետյան 15 եւ Մուրադյան համար 23 Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար այս թիմերը եւս ինչպես անցած խաղում առաջին տուրը սկսել են եւ ավարտել են տարբեր արդյունքներով Գագարինը հաղթել է Արարատ Արմենիային ով քիչ առաջ իր երկրորդ պարտությունը կրեց իսկ Ադանան զիջել է Եղվարդին մեկնարկային տուրում Այսպիսի պատկեր է իհարկե ես անցած ռեպորտաժում էլ նշեցի եւ դա բոլորդ գիտեք իհարկե դեռ բավականին ժամանակ կա մինչեւ առաջնության ավարտը ամեն ինչ նոր է սկսվել եւ այդ արդյունքները որոնք հիմա կան միանշանակ հնարավոր է շտկել ավելացնել փոփոխել այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է թե պարտություն կրած թիմերի համար թե հաղթանակով ավարտած այնպես որ տեսնենք կա մրցավարի սուլիչը խաղը սկսված է գնդակով են Գագարինի ֆուտբոլիստները Մարտիրոսյանն է աչքի եզրում այդ փոխանցում դեպի դարպասապա եւ այստեղ Ադանան եկել է բարձր պրեսինգ ինչը արդեն համարձակ քայլ է իհարկե Ադանայի կողմից ճիշտ է Գագարինը պատրաստ է խաղացել է այնպիսի մրցակիցների հետ իհարկե Գագարինը եղել է ԱՄՖ-ի նույնիսկ 1/8 եզրափակիչում դրա մասին խոսել եմ դեռ անցած խաղի ժամանակ որտեղ իսկապես շատ պատվով պայքարեցին միջև վերջ շատ վտանգավոր, շատ ուժեղ թիմի հետ Վիլյարեալի ճիշտ է զիջեցին ճանապարհը, բայց իհարկե խաղալ ֆավորիտի հետ այդպես Վիլյարեալը միանշանակ ֆավորիտներից մեկն էր եւ այդքան հաջող գործել իհարկե քչերը կարող էին եւ Գագարինը նույնիսկ չէ ափսոսացել իհարկե որ փոքր լիգայում չի հայտնվել, այլ գնացել էր միջև 1/8 եզրափակիչ, այնտեղ անցումային փլեյօֆից հետո Ձախ եզրում է գնդակը Մխիթարյանը հասցրեց պահել, բայց Մարտիրոսյանն այստեղ գնդակով Հետ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն Եվ գնդակը դարպասապա Այվազյանի մոտ է Մխիթարյան միանգամից որոշեց հարվածել այստեղ փակում է գնդակի ճանապարհը հետաքրքիր տարբերակով Արսեն Հովանիսյանը Մարտիրոսյանը ուղարկեց գնդակը առաջ այստեղ է Ռադիկ Մարտիրոսյանը Կարելի ասել Մարտիրոսյաններն են հիմա գնդակը խաղարկում աչ եզրում Եվ փոխեց գրոյի ուղղությունը Մարտիրոսյանը Դավթյան, տեսնում ենք փոխանցում առաջ եւ կենտրոնական պաշտպանն է այստեղ գնդակը ուղարկում մրցակցի կիսադաշտ եւ դարպասապա Այվազյանն է այստեղ Քիչ առաջ Եղվարդն էլ հաղթանակ տոնեց գրեթե մեծամասամբ այն թիմերը ովքեր հաղթել էին առաջին տուրում այս տուրում եւս 3 միավորներ են վերցնում Հովանիսյան լավ անցում էր, տեսնենք ինչ է մտածել, արված փակված է գնդակի ճանապարհը, Սիմոնյան գնում է Ադանան արագ հակագրոյի, Սիմոնյան բարձրից փոխանցում դեպի այստեղ ձախ եզր կպայի գնդակ իհարկե։ Սերոփյանը թողնում է Մխիթարյանին, նորից Սերոփյան ձախ եզրում է, Սերոփյան արված եւ գնդակը կվերցնի դարպասապա Այվազյանն այստեղ։ Ձախ եզրում է գնդակը, Սարգսյանի անցումները տեսանք, առաջատարներից մեկն է իհարկե թիմի հնաբնակներից մեկը, եթե նոր ֆուտբոլիստներ կան ամեն դեպքում Գագարինի կազմում, Սարգսյանը դեռ անցած մրցաշրջանից թիմի կազմում էր։ Եվ այստեղ վնասված ստացած ֆուտբոլիստ կա, պետք է սպասել։ Եվ առայժմ սպասենք
Եվ այսպես վերսկսված է հանդիպումը Ադանայի ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով էր։ Մոտ 1 րոպեի չափով խաղը դադարեցվել։ Եվ հիմա կարելի է շարունակել։ Ղարիբյանն է ձախ եզրում, դեպի Մխիթարյանը, բայց ուժեղ ստացվեց։ Իհարկե այս փոխանցումը հասնել այս գնդակին չէր կարող իհարկե Մխիթարյանը։ Եվ պահում են գնդակը Գագարինի ֆուտբոլիստները, եզրային նետում կլինի, Մարտիրոսյանն է նետելու եզրից։ Խաղում է Սարգսյանի հետ։ Լավ անցում ստացվեց Մարտիրոսյանի կողմից դեպի 11 համարով հանդես եկող Ռադիկ Մարտիրոսյանն էր այս փոխանցումն ուղղված, բայց գնդակը վերցնում է դարպաս սապա Մորյանը եւ սկսելու է թիմի գրողը Ղարիբյան։ Մարտիրոսյանն էր փորձում խլել գնդակը, Ղարիբյանը ռիսկային, բայց հաջող գործողություն կատարեց։ Սերոփյան ձախ եզրում է եւ այստեղ շատ լավ աշխատեց Դավթյանը եւ հեռացնում է գնդակը, եզրային նետում կլինի Մխիթարյան։ Միանգամից Սերոփյանի հետ է խաղում։ Հետ փոխանցում դեպի Ղարիբյանը, Սիմոնյան։ Թոմասյանի հետ է խաղում, աջ եզրում է Թոմասյանը եւ այստեղ ամեն դեպքում պահեց գնդակը Սերոփյանը, փոխանցում Սիմոնյանի ուղղությամբ, Ադանան շարունակում է իր դիրքային գրոհը, երկար, շատ երկար այն տևեց, իհարկե կարելի ասել սկսվեց պաշտպանությունից, եզրային նետում էր կարելի հաշվել այդ դիրքային գրոհի մեջ։ Փոխանցում դեպի Մարտիրոսյանը, աշխատեց այստեղ պաշտպանությունը Պողոսյանը, Սիմոնյան, Մխիթարյանի հետ է խաղում, ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը Մխիթարյանն է այս պայն դաշտում եւ անընդհատ նահանջում է գնդակներ, ստանում թիմի գրոներին միանում, շատ հաճախ Պողոսյան, փոխանցում աջ եզր, Թմոյանի ուղղությամբ է գալիս գնդակը, այն պահեց Ադանայի 8 համարը եւ այստեղ կա խաղի կանոնների խախտում Ադանայի ֆուտբոլիստի կողմից։ Սարգսյան ձախ եզրում է։ Այս պետրությամբ Հայկ Սարգսյանը պայստայների նստարանին է դեռ դուրս չի եկել խաղադաշտ։ Կարիկ Սարգսյան, տեսնում ենք փոխանցում եւ Պողոսյանը փորձեց հեռացնել գնդակ, այնտեղ իրականում որոշակի ռիսկային բան կար, քանի որ թիկունքից Գագարինի ֆուտբոլիստները մոտեցել։ Կարիկ Սարգսյան հաջող շրջվեց, գնդակը ձախ եզրում է եւ հիմա կարելի ասել ամբողջ թիմով արդեն բացի դարպասապայից Գագարինը մրցակ ցիկլիսադաշտում էր։ Այդպիսի պատկեր հավանական է որ լինի այս խաղում։ Այդպիսի ընթացք իհարկե ոչ թե մեկ դրվագ։ Պողոսյան մնում է գնդակով, Պողոսյանը երկու մրցակցի էր հրավիրել իր վրա, Սերոփյան փորձում է խլել գնդակը, բայց Աբգարյանը չսխալվեց այստեղ շատ ռիսկային գոտում։ Մարտիրոսյան ձախ եզրում է։ Ինչ է մտածել Մարտիրոսյանը։ Խաղում է Հովանեսյանի հետ փոխանցում դեպի դարպասապա Այվազյանը։ Այվազյանն էլ իր հերթին ռիսկային է գործում, բայց այնպես չէ որ սխալվեց Կարիկ Սարգսյան, փոխանցում դեպի ձախ եզր, Թոմասյանը փակեց գնդակի ճանապարհը, Սիմոնյան, Դավթյանն է փորձում խլել գնդակը, Ղարիբյան դեպի աջ եզր, Թմոյան, ուժեղ փոխանցում առաջ, Մխիթարյանը այստեղ կպայի գնդակն իհարկե։ Երկու մրցակցի հետ է պայքարում, եզրային նետում կլինի։ Մխիթարյանը կնետի եզրից, տեսնենք որտեղ է ուղարկում գնդակը դեպի Թմոյանը եւ Այվազյան ուժեղ փոխանցում առաջ, այս տարբերակն ընտրեց դարպասապա եւ գնդակը փոխանցեց գործընկերոջ հակառակ, հակադարձ նույնիսկ հատվածում դաշտի։ Մորյան ուղարկեց առաջ գնդակը դեպի ձախ եզր, այստեղ Մարտիրոսյանն է, Թմոյանը փորձում է խլել գնդակը մրցակցից։ Փոխանցումն այստեղ այդքան էլ վատը չէր, բայց Դավթյանը թույլ չտվեց Մխիթարյանին հասնել գնդակին, հարված կլինի Այվազյանի պաշտպանած դարպասից։ Աբգարյան Հովանեսյանի հետ է խաղում, ստանում պատասխան փոխանցումը։
Այվազյանն առաջ ուղարկեց գնդակը դեպի ձախ եզր եւ այստեղ Մարտիրոսյանի փոխանցումը հաջող չստացվեց։ Եզրային նետում դեպի Սերոփյանը ընդունեց գնդակ։ Ադանայի 11 համարը այդ փոխանցում Պողոսյան կստացվի խլել թե ոչ գնդակը այստեղ Դավթյանի մոտ։ Այո, ստացվեց խլել, հաջող է արձագանքում Մարտիրոսյանը դեպի Սարգսյանը ձախ եզր, այստեղ է Գագարինի 10 համարը, Թովմասյանի հետ 1-1-ի դեմ պայքար եզրային նետում կլինի։ Մարտիրոսյան ձախ եզրում է դեպի Պողոսյանը եւ հեռացնում են գնդակ Ադանայի ֆուտբոլիստներ, այստեղ է դարպասապ Այվազյանը, Աբգարյան Տեսնենք ինչ է մտածել, կրոս դեպի Տուգանային, հեռացնում է գնդակ, այստեղ Ադանայի պաշտպանը Տմոյան, Սիմոնյան եւ այստեղ Ղարիբյանն է իջեցրեց գնդակը, ճիշտ է ռիսկային խաղարկումներ են կազմակերպել Ադանայի ֆուտբոլիստները սեփական պաշտպանությունում են ֆորում Դավթյան, հերվից Պողոսյանը որոշում է փոխանցել, լավ միտքեր իհարկե, պարզապես քամին այստեղ նեւ ինչ որտեղ խանգարեց Սերոփյան թողնում է գնդակը Տմոյանին, նորից Սերոփյան եւ կա խաղի կանոնների խախտում արդեն այստեղ։ Խախտել են Ադանայի ֆուտբոլիստները խաղի կանոնները։ Հովհաննիսյանն է իրացնելու այս ստանդարտը։ Սարգսյան Աչ եզրում է գնդակը Դավթյան Ստացվեց անցկացնել Մխիթարյանի ոտքերի արանքով, բայց գնդակը հիմա արդեն այստեղ Դավթյանին է հասնում։ Հովհաննիսյան դեպի ձախ եզր, Մարտիրոսյան, տեսնենք ինչ է մտածել, Մարտիրոսյանը թողնում է գնդակը նորից Հովհաննիսյանին, բարձրից փոխանցում դեպի Սարգսյանը եւ մնացել է գնդակը դաշտի սահմաններում, պետք է շարունակել իհարկե, մի պահ բոլորը պասիվացան իսկապես դաշտում, Մարտիրոսյան կա փոխանցումն այստեղ եւ Ղարիբյանն է հեռացնում գնդակը։ Առայժմ առանց գոլային պայրի անցնում այս խաղը, թիմերը շատ լավ են պաշտպանվում եւ միմյանց չեն թողնում ներխուժել պաշտպանություն։ Դավթյան աչ եզրում է Մարտիրոսյանից այստեղ խլեցին գնդակը Ղարիբյան Գարիկ Սարգսյանն է այստեղ հաջող գործեց, ստանում է պատասխան փոխանցումը Սարգսյանը Հովհաննիսյան դեպի ձախ եզր Մարտիրոսյան Նորից Մարտիրոսյան, Ռադիկ Մարտիրոսյանն է արդեն գնդակով մտնում է Տուգանային հրապարակը արված եւ այստեղ մի փոքր չբավականացրեց Գագարինին, այս է արդեն վտանգավոր պայր եւ այստեղ հենց Ադանայի ֆուտբոլիստն ասաց, որ իրեն դիպչել է գնդակը եւ մրցավարը փոխեց որոշումը, նշանակում է անկյունային այստեղ Պաստորեն սա պաշտպանի կողմից հոյակապ խաղ էր։ Եվ տեսնենք ինչպես կստացվի այս ստանդարտը աչ եզրից։ Կա մրցավարի սուլիչը։ Տեսնում ենք փոխանցում գնդակը գալիս է ձախ եզր Մարտիրոսյան։ Հովհաննիսյան դեպի ձախ եզր նորից բարձրից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Ղարիբյանը թույլ չտվեց գնդակը, որպեսզի հասնի Սարգսյանին։ Դավթյան աչ եզրում է եւ Ղարիբյանը նորից աշխատում է։ Անընդհատ շատ ակտիվ է պաշտպանությունում, կարծես այնպիսի տպավորություն է, որ միայնակ էլ Ղարիբյանը կարող է պայքարել այսքան մրցակցի եւ այսքան փոխանցումների դեմ։ Տեսնում ենք եզրային նետում հեռացված է գնդակը։ Աբգարյան գրագետ աշխատեց, բայց ամեն դեպքում չստացվեց պահել գնդակ ուժեղ փոխանցում առաջ Այվազյանը դուրս եկավ դարպասից եւ նույնիսկ հենց այնպես չփոխանցեց, այլ Սարգսյանին ուղարկեց գնդակը Մարտիրոսյան։ Թովմասյանը աչ եզրում փորձում է պահել գնդակը եւ այստեղ կլինի եզրային նետում օգուտ Գագարինի։ Ներողություն Սարգսյան ձախ եզրում է։ Մնաց գնդակով Սարգսյանը, տեսնենք ինչ է մտածել։ Եվ Ղարիբյանն է նորից ու նորից աշխատում, եզրային նետում կլինի։ Կա մրցավարի սուրիչը, կարելի է արդեն եզրային նետումը խաղարկել, Սարգսյանը դաշտում է 7 համարով Գագարինի կազմում եւ նա իսկապես կփոխի արջևի գիծը, կակտիվացնի
Սարգսյանը ռմբարկուներից մեկն է Գագարինի եւ կարելի է նույնիսկ փոքր համարձակ, բայց ասել, որ եթե ԱՄՖ-ի մրցաշրջանները նայենք միայն, ապա Գագարինը թիմի լավագույն ռմբարկուն է, դժվար թե Սարգսյանից ավելի շատ գոլ խփած ֆուտբոլիստ լինի։ Եվ տեսնենք, սա Ադանայի հակագրոն է, Սերոփյան, բայց խլեցին գնդակը, ոչ այսպիսի դրվագի համար խախտում չի լինի, մրցավարի որոշմանը դեմ էր Սերոփյանն այստեղ, Հայկ Սարգսյան, Ղարիբյանն է հեռացնում գնդակը եւ տեսնենք փոխանցում դեպի մրցակցի պաշտպանություն, Այվազյան ռիսկային գործողություն էր, Սերոփյանը տիրեց գնդակին, արված ու բարձր է ստացվում այս փորձը, լավ պայր իհարկե, բայց Սերոփյանը դիպուկ գտնվել չկարողացավ։ Այվազյան դեպի Մարտիրոսյանը ձախ եզր, Հայկ Սարգսյան Աբգարյանն է պաշտպանության խորքում տեսնում ենք ուժեղ փոխանցում առաջ Թովմասյանն այստեղ աշխատեց Սիմոնյան աչի եզրում է Մուրադյանի հետ խաղաց նորից Սիմոնյան նորից դեպի աչի եզր Եվ գնդակը լինելու է Գագարինինը։ Աբգարյան դեպի ձախ եզր, Սարգսյանի հետ է խաղում, մեկը մեկի դեմ պայքար, Սարգսյանը մնաց գնդակով եւ այստեղ Թովմասյանն է հաջողում կատարում, Սերոփյանի հետ խաղաց, դեպի ձախ եզր եւ այստեղ հասցնում է Աբգարյանը հեռացնել գնդակը։ Տեսնենք ինչպես կհարկեն այս ստանդարտը Ադանայի ֆուտբոլիստները ձախ եզրից։ Հետևելու է փոխանցում ամենայն հավանականության բարձրից։ Դա կանի Ադանայի խաղացողը, տեսնում ենք փոխանցում եւ Այվազյանը կարողացավ վերցնել գնդակը եւ այն փորձեց առաջ ուղարկել, բայց այստեղ չստացվեց։ Պողոսյան Սիմոնյանի հետ է խաղում, հերվից Սիմոնյանը արված կատարեց սանդրադարձ ու եւս մեկ անկյունային Գագարինի դարպասի։ Եվ տեսնենք ինչպես են իրացնելու այս անկյունայինը Ադանայի ֆուտբոլիստները նորից շանս են ստացել իհարկե եւ սա իսկապես հնարավորություն է ստանդարտ այսպիսի խաղերում միանշանակ օգնության կարող է հասնել բարձրից տեսնում ենք փոխանցում Այվազյանը նորից առաջինն է հասնում գնդակին Սարգսյան եւ այստեղ Թովմասյանը հոյակապ պայքարեց հակագրոյից զրկելով Գագարինին ամեն դեպքում դրա հնարավորությունը ստանում են սպիտակները Հովանեսյան Կա փոխանցումը Ղարիբյան այստեղ շեղեց գնդակի ուղղությունը եւ մի պա թվաց որ կարող է ամենավատը լինել Ադանայի համար այստեղ, բայց ամեն դեպքում դարպասի ուղղությամբ չգնաց գնդակ այնտեղ կարող էր այդ դեպքում ինքնագոլ գրանցվել։ Աչի եզրում է գնդակը Պողոսյան Տուգանային նրա պարակում է այստեղ եւ կլինի անկյունային ոչ Դավթյանն ներողություն այստեղ ոչ թե Պողոսյանը Կա փոխանցումը բարձրից դեպի ձախ եզր է գալիս գնդակը Մարտիրոսյան, օթային փոխանցում դեպի Սարգսյանը եւ Ղարիբյանը հեռացրեց գնդակը եւ կար խաղի կանոնների խախտում այստեղ։ Ղարիբյանի հետ պայքարում։ Խարկ են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները։ Ղարիբյան Եվ հիմա պետք է իսկապես ֆիքսել նոր խաղարկել, այնտեղ ստանդարտից հետո գնդակը գլորեցին պարզապես Ադանայի ֆուտբոլիստները, իհարկե այդպես չի կարելի։ Մուրադյան Սերոփյան տիրեց գնդակին, Սերոփյանը եւ խլում է նրանից գնդակը Մարտիրոսյան դեպի Հայկ Սարգսյանը եւ Սերոփյանն այստեղ աշխատեց, ճիշտ է անկյունային կլինի։ Եվ տեսնենք Սերոփյան Ադանան գնում է արագ հակագրոյի եւ ստացվեց խլել գնդակը։ Մարտիրոսյանի մոտ այստեղ շատ վտանգավոր հակագրո կարողացավ ընդհատել Գագարինի ֆուտբոլիստը Գարիկ Սարգսյան չստացվեց
Տիրել գնդակին Սիմոնյան փոխանցում դեպի Մուրադյան Աչիեզր։ Մուրադյան մնում է գնդակով, Մարտիրոսյանի հետ պայքարի մեջ է։ Փոխանցում դեպի ձախ եզր։ Եվ կլինի եզրային նետում։ Դեպի Սիմոնյան այստեղ լավ փոխանցում էր։ Եվ եզրային նետում կլինի։ Տեսնենք ինչպես կստացվի այս եզրային նետումը։ Ղարիբյան Բեգլարյանի հետ է խաղում, նորից Ղարիբյան ձախ եզրում է եւ մեկ մրցակցի կարողացավ շրջանցել, ճիշտ է, հետո արդեն խլեցին Գագարինի ֆուտբոլիստները եւ հիմա առանց Ղարիբյանի է Ադանայի պաշտպանությունը, բայց Պողոսյանը կարողացավ փակել Սարգսյանի փոխանցման ճանապարհը, Ղարիբյան աչքի եզրում է եւ այստեղ Հայկ Սարգսյանն է շատ հաջող խլում կատարում, Գարիկ Սարգսյանի հետ խաղաց, ստանալու է, ոչ, չի ստանում պատասխան փոխանցումը, հարված դարպասից կլինի։ Մորյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Ոչ, դա Թովմասյանը կանի։ Պողոսյանի հետ է խաղում, աչքի եզրում է գնդակը, Բեգլարյան, Սիմոնյան եւ ով խլեց գնդակը, ով խախտեց, այստեղ ավելի ճիշտ կլինի ասել կանոնները, Հովանեսյանը մոտ էր կանգնած մրցավարը, իհարկե ամեն ինչ տեսավ այստեղ, Բեգլարյանը հիմա էլ աչքի եզրում է հայտնվել, շոտ այսպես Հապուսիկ են Ադանայի արջևի գծում հանդես եկող ֆուտբոլիստների դիրքերը, բոլորը ամենտեղ կարող են լինել եւ այսպես բաժանել են, դա իհարկե խնդիրներ կարող է ստեղծել Գագարինի պաշտպանների համար։ Այվազյան Դավթյանի հետ է խաղում։ Մարտիրոսյան մեկ հպումով դեպի Դավթյանը, նորից Մարտիրոսյան։ Աչքի եզրում է մեկը մեկի դեմ պայքար եւ սա խախտում էր իհարկե։ Շատ քիչ է մնում առաջին խաղակեսի ավարտին, իսկապես շատ արագ անցավ։ Այս խաղակեսը անկեղծ ասած զարմացա նույնիսկ 22-րդ րոպեն է արդեն ընթացքի մեջ։ Իսկապես համառ պայքար ենք տեսնում, բայց պետք է երկու թիմերի խաղում ընդգծել լավ պաշտպանություն անկասկած, սկսած դարպասապաներից։ Կա մրցավարի Սուլիչը, Մարտիրոսյան պտտեցրեց գնդակը, շատ վտանգավոր էր այստեղ եւ հասցրեցին հեռացնել, հաջող իհարկե փորձ էր սա եւ իհարկե վտանգավոր, պետք է նաեւ հաշվի առնել հեռավորությունը, նաեւ անհարմար լինել այստեղ, այնպես չէ որ ամենահարմար դիրքն էր ստանդարտ իրացնելու համար։ Հովանեսյան դեպի Աչիեզր, Մարտիրոսյան մեկ հպում եւ իջեցրեց գնդակը, տեսնում ենք արդեն սխալ փոխանցում, Սիմոնյան ոտնատատի դրսի մասով դեպի Մուրադյանը, բայց Այվազյանը նորից շատ հաջող է դուրս գալիս դարպասից, շատ լավ է հաշվարկում իհարկե, միջև փոխանցում արդեն ամեն ինչ կարծես թե գիտի Այվազյանը եւ այսպիսի դրվագներում դարպասապայի հաջող խաղը իհարկե շատ կարեւոր է։ Եվ նույնիսկ արագավազ հարձակողները դեռ չեն կարողանում Այվազյանից ավելի արագ լինել։ Կա փոխանցումը, Սարգսյանը հաղթեց երկրորդ հարկում, բայց հարվածը դիպուկ չէր եւ այս անկյունայինը այսպես ավարտվեց։ Ճիշտ է, նույնիսկ կարող էր դա չլինել, այնտեղ պատահաբար գնդակին հպվեց Ադանայի 15 համարը։ Ինչի ցանկությունը միանշանակ չուներ Կարապետյանը։ Վտանգավոր կարող է լինել հերթական փորձը Գագարինի, Մարտիրոսյանը ձախ եզրում է, բայց շատ արագ խլեցին գնդակը, Բեգլարյան մեկը մեկի դեմ պայքար, Շաբգարյանին հեշտ չէ իհարկե շրջանցելը, դա ես շատ հաճախ եմ ասում եւ իսկապես երկու թիմերում կենտրոնական պաշտպաններին կարելի է առանձնացնել եւ խախտում է այստեղ նկատել մրցավարը։ Այսպես շատ վտանգավոր դիրքում լսվում է մրցավարի Սուլիչը եւ արձանագրվում խաղի կանոնների խախտում։ Այո, հասկանալի է, շատ մոտ է դարպասին այս հեռավորությունը եւ Գագարինի ֆուտբոլիստները դրա համար են առաջին հերթին վիճում մրցավարի հետ, բայց որոշումն արդեն կայացվել է եւ տեսնենք ինչպես կստացվի։
Բեգլարյանն է գնդակի մոտ։ Հեռու տարածություն է իհարկե, բայց հեռու է այն մասով իհարկե, որ այնպես չէ, որ շատ հեշտ է ընդհանուր առմամբ փոխանցելու համար եւ հարվածելու համար այստեղ կարելի է մտքեր ունենալ։ Տեսնենք Բեգլարյան սարված էր եւ մոտակա անկյունը փորձեց գրավել, ճիշտ է, Այվազյանը գործի մեջ չմտավ, ես միտքս ավարտեմ, պաշտպաններին պետք է առանձնացնել իհարկե Հաբգարյանին, Գագարինից Ղարիբյանին։ Ադանայից տպավորիչ խաղակես անցկացրեցին, բայց երկու թիմերի մասով էլ դա կարելի է նշել, Սարգսյան լավ էր մտածել, բայց Պողոսյանն է հեռացնում գնդակ, Հովանեսյան թողեց գնդակը Գարիկ Սարգսյանին, դեպի Հայկ Սարգսյանը, բայց ամեն դեպքում ավելի շատ դարպասապայի ուղղությամբ գնաց այս փոխանցումը եւ Մորյանը առանց խնդիրների ֆիքսեց գնդակը։ Բեգլարյանը ուժեղ փոխանցում առաջ եւ վերցնում է գնդակը դարպասապա Այվազյանը դեպի ձախ եզր Գարիկ Սարգսյան փորձեց ընդունել գնդակը, Պողոսյանն է առաջ ուղարկում այն Մուրադյան, Աբգարյանը հեռացրեց, արդեն հախուռն պայքարի է վերածվել այս ամենը, Սիմոնյան, լավ անցում ստացվեց, դեպի Բեգլարյանը աջ եզր վտանգավոր է արված եւ այստեղ շատ մոտ էր հաջողությանը, Բեգլարյանը մի փոքր կարելի ասել չբավականացրեց, ավելի լավ պտտեցնելու դեպքում մենք իսկապես գեղեցիկ գոլ կտեսնենք, շատ հաջող արձագանքեց, բայց վերջում արդեն դիպուկ գտնվել չստացվեց, 2-7 համարների պայքար, Թովմասյանը իր թիմի մոտ է պահում գնդակը, Սիմոնյան հեռվից, բայց այստեղ որակով չստացվեց այս հարվածը, անհաջող խփում եղավ գնդակի։ Մարտիրոսյան դեպի Սարգսյանը ձախ եզր եւ Թովմասյանն է այստեղ արձագանքում եւ կար խախտում Թովմասյանի կողմից։ Կա մրցավարի Սուլիչը, գլորում են գնդակը, Գագարինի ֆուտբոլիստները, Աբգարյան, ուժեղ փոխանցում առաջ և վերջ կարճ դադար։ Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ, խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ, խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ, խաղը սկսվում է այստեղ։
Կապ սպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը հասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապ սպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք եւ շարունակում ենք հետևել Գագարին Ադանա հանդիպմանը, մեկնարկեց երկրորդ խաղակես, առաջին 25 րոպեներից հետո հաշիվը դեռ չի բացվել 0-0, բայց իհարկե մենք հոյակապ խաղակես դիտեցինք, լարված, որակով պայքար էր եւ հիմա արդեն որոշիչ խաղակեսն է եւ այստեղ նաեւ ակնկալվում են գոլեր։ Եվ դա իհարկե իրատեսական է, բայց կարող է նաեւ չլինել ամեն ինչ հնարավոր է, այնքան շատ է որակը եւ հատկապես երկու թիմերի պաշտպանությունում, որ գոլեր կարող են նաեւ չլինել։ Սիմոնյան հաջող աշխատեց այստեղ եւ դեպի Բեգլարյան Աչիեզր ուղարկեց գնդակը, 1-1-ի դեմ պայքար, Բեգլարյանն ընդդեմ Մարտիրոսյանի լավ անցում ստացվեց եւ պետք է բացել այս հանդիպման հաշիվը, գնդակը դարպասում չէ, Ադանան երևի թե մոլորակի ամենալավ պահը ստեղծեց, բայց գոլով չավարտվեց Բեգլարյանի վրիպումն այստեղ իհարկե եղավ նա միգուցե չհավատաց, որ գնդակը կգար այդտեղ, որովհետև նման դիրքերից վրիպել ավելի դժվար է իհարկե եւ եղավ այն ինչ որ եղավ ու Ադանան իսկապես լավ պահ կորցրեց հենց խոսքից վրա, որ գոլեր կարող են լինել եւ պետք է որ ակնկալել դա հնարավոր էր բացվել հաշիվը եւ այսպիսի պահերն իհարկե պետք է օգտագործել։ Աչիեզրից տեսնում ենք բարձրից փոխանցում եւ Մուրադյանը հետաքրքիր տարբերակով այստեղ արվածեց, ճիշտ է, վտանգավոր այն չէր։ Ղարիբյան տեսնում ենք օթային փոխանցում դեպի մրցակցի պաշտպանություն հեռացվեց գնդակը, եզրային նետում կլինի։ Եվ գնդակը Գագարինի պաշտպանությունում է, այստեղ Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը փակեց Բեգլարյանը, Աբգարյան, նորից Մարտիրոսյան, Բեգլարյանը նորից պայքարի մեջ է, Մարտիրոսյանի հետ, Հայվազյան, եւ աշխատում է Ադանայի այս պրեսինգը այնքանով, որ գնդակը հեռու ուղարկել չստացվեց։ Թոմասյանը կորցրեց այստեղ գնդակը, շատ լավ փոխանցում ստացվեց Սարգսյան եւ այստեղ չստացվեց լավ պտտեցնել գնդակը։ Պատասխանում է Գագարինը մրցակցին, նորից շատ լավ պահ, բայց միջև այդ Մարտիրոսյանի փոխանցում ուղակի շքեղ էր, կարողացավ երկու ֆուտբոլիստի արանքով անցկացնել գնդակը, բայց այս հարվածը չստացվեց։ Պողոսյան դեպի Բեգլարյանը թողեց Սիմոնյանին գնդակը, բայց խլում են Գագարինի ֆուտբոլիստները, իսկ Սիմոնյանը կարողանում է այսպես հակադարձ խլում կատարել։ Ստանդարտ։ Սիմոնյանը գլորում է գնդակը Աչիեզր եւ այստեղ Պողոսյանը կարողացավ խլել գնդակը նորից։ Հետաքրքիր փոխանցում էր Պողոսյան, բայց բաց թողեց գնդակն այստեղ, Թովմասյանը ձախ եզրում է, ուժեղ փոխանցում առաջ, Մուրադյան ընդունեց գնդակը, Մուրադյանը ներողություն եւ դեպի Աչիեզր է ուղարկում այստեղ գնդակը, բայց Բեգլարյանը
Չհասավ գնդակին, եզրային նետում կլինի Մարտիրոսյան, Սարգսյանի հետ է խաղում։ Բեգլարյան, տեսնում են կարված ու դարպասապը Այվազյանը կարողացավ հետ մղել գնդակը Դավթյան, պարզապես առաջ է ուղարկում, շատ վտանգավոր պա էր։ Լավ անցումներ են Սիմոնյանի կողմից, Բեգլարյան, Սիմոնյանին փորձեց ուղարկել, գնդակը այդպես էլ լինում է, բայց նորից մենք չենք տեսնում դարպասի գրավում, հիմա էլ Աբդանան էր լավ պաս ստեղծել, Բեգլարյանը եզրում է դեպի Խաչատրյանը և ուժեղ հարված առաջ Գագարինի պաշտպանի կողմից, Մարտիրոսյան, եզրում է, Թոմասյանն է փորձում խլել գնդակը և խախտել է խաղի կանոններ այստեղ Ադանայի ավագը։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչպես կստացվի, կարծես թե արված է հետևելու միանգամից։ Քանի որ միայն Սարգսյանն է առջևում, կա մրցավարի Սուլիչը, այո, սա խաղարկում է Հովհաննիսյան, դեպի աջ եզր տեսնում ենք արված եւ Մորյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակը Պողոսյանի արվածից հետո։ Եվ մենք կտեսնենք անկյունային Գարիկ Սարգսյանն է իրացնելու այս ստանդարտը, բարձրից կա փոխանցումը դեպի աջ եզր Մարտիրոսյան իջեցրեց գնդակը, Սիմոնյանն է նրա առջև, Մարտիրոսյան կա փոխանցումը և Թոմասյանն է փակում գնդակի ճանապարհը, կլինի անկյունային։ Աջ եզրում է գնդակը, բայց պետք է Սուլիչով խաղարկել։ Կա մրցավարի Սուլիչը, տեսնում ենք փոխանցում և կա Սուլիչը մրցավարի, Թոմասյանը գնդակը կմցնի խաղի մեջ, ուժեղ փոխանցում առաջ և Մուրադյանից գնդակը գալիս է դեպի Հովհաննիսյանը, Պողոսյան, Սիմոնյանը փորձեց խլել գնդակը, այստեղ Սարգսյանն է աշխատում, բայց Սիմոնյանը ամեն դեպքում տեղի չտվեց դեպի ձախ եզր, Մուրադյան, Սիմոնյան, Մուրադյանն է ձախ եզրում, մնաց գնդակով, ախուրն պայքար է, ընդամենը պետք է սպասել և վերջապես ստացվեց այլ եզր ուղարկել գնդակ, այլ հատված, Պողոսյան, փոխանցում դեպի Բեգլարյանը, փորձեց տանել առաջ իր հետ գնդակը, բայց այն բաժին ասավ դարպասապը Այվազյանի։ Մարտիրոսյան Աբգարյանի հետ է խաղում և այստեղ հետևեց սխալ փոխանցում, Սիմոնյան կենտրոնում է Սիմոնյանը, դեպի աջ եզր Բեգլարյան, Սիմոնյան, հաջող խաղարկումներ էին, Սիմոնյան, տեսնում ենք արված հետ է մղում գնդակը այստեղ, դարպասապը Այվազյանը նորից հաջող է գործում, այս խաղակեսում արդեն երկրորդ այսպիսի դրվագ, որտեղ Այվազյանի հաջող խաղը օգնում է Գագարինին անառիկ պահել դարպասը, Մարտիրոսյան խաղում է Սարգսյանի հետ ստանում, պատասխան փոխանցումը ոչ, Ղարիբյանը փակեց մրցակցի ճանապարհը, եզրային նետում կլինի ամեն դեպքում Գագարինը կնետի եզրից, Մարտիրոսյան, արձակման աջ թևում է, Թոմասյանը նրա առջև է և Պողոսյան ստացվեց հաջող առաջ ուղարկել գնդակը, Սերոփյան,
Սերոպյան դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը, Մուրադյան մի փոքր շտապեց, այստեղ Մուրադյանը և կորցրեց գնդակը, Պողոսյան դեպի Գարիկ Սարգսյանը, ձախ կիսա եզրում է, Սարգսյանը արդեն կենտրոնում, մնում է գնդակով, տեսնենք ինչ է մտածել, Սարգսյանը լավ շրջվեց, բայց հետո մի անգամից բախվեց Սիմոնյանին և արդեն հնարավորություն չկար պահելու գնդակը, Մուրադյան ձախ եզրում է, Մուրադյանը երկու մրցակից նրա առջև Եվ տեսնենք ինչպես է ազատվելու գնդակից, ամեն դեպքում եզրից նետելու են Ադանայի ֆուտբոլիստները։ Շատ համառ պայքար է, ես հիշեցնեմ, որ այս թիմերը տարբեր արդյունքներ են գրանցել առաջին տուրում, Ադանան պարտություն է կրել, իսկ Գագարինը 3 միավոր վաստակել Արարատ Արմենիայի հետ խաղում եւ այսօր կփորձեն իհարկե երկու թիմերն էլ լավ արդյունքի հասնել։ Սարգսյան իր ֆիրմային անցումներն է ձեռնարկում Սարգսյանը, բայց Ղարիբյանն այստեղ կարողացավ խլել գնդակը եւ այն առաջ ուղարկել դեպի Սիմոնյանը։ Դեպի կենտրոն է տեղաշարժվում Սիմոնյանը, տեսնենք ինչ տարբերակներ ունի փոխանցում արջ Եզր Բեգլարյան, բարձրից կա փոխանցումը Սիմոնյանը արվածեց այստեղ շրջադարձ արված, բայց չստացվեց իհարկե։ Սարգսյան ձախ եզրում է, սա Գագարինի հերթական գրոն է, Մարտիրոսյան, դեպի Այք Սարգսյանը, մեկ հպումով, բայց գնդակը բաժին է հասնում Ղարիբյանին, Սերոպյան և ստացվեց Սերոպյանի մոտ, այո, ամեն դեպքում Տնոյանին ստացվեց հասցնել գնդակը, Մուրադյանն է արձագանքում արված Մուրադյանից, Այվազյանը նորից անում է անհնարին, այստեղ արդեն դաբլ սեյվ Գագարինի կիպերի կողմից Ադանան հերթական գոլային պան ունեցավ, բայց փայլում է դարպասապանն այստեղ արդեն մարզական բախտի մասին ոչինչ չկա։ Եվ Աբգարյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Այո, Այվազյանը հրաշալի սեյվ էր գրանցեց։ Մարտիրոսյան ձախ եզրում է, ուժեղ փոխանցում առաջ դեպի Այք Սարգսյան, այստեղ Մարտիրոսյանն է արձագանքում, լավ էր մտածել, բայց հեռացված է գնդակը Մխիթարյանի կողմից, ով ի դեպ վերադարձել է կանաչ խոտածածկ, աջ եզրում է գնդակը Մարտիրոսյան։ Մարտիրոսյան մնաց գնդակով, Դավթյան, Պողոսյան, համառ պայքարի մեջ չէ Պողոսյանը և անկյունային կլինի, այստեղ խախտում ամենայն դեպս չկա։ Պողոսյան, աջ եզրից տեսնում ենք բարձրից փոխանցում Սարգսյանը այստեղ արվածեց վտանգավոր պայր իհարկե Սերոպյան, բայց Մարտիրոսյանը հաջող կորցեց, ձախ եզրում է և անկյունային կլինի այստեղ։ Կա մրցավարի սուլիչը, տեսնենք ինչպես են խաղարկում Գագարինի ֆուտբոլիստներն այս ստանդարտը։ Սարգսյանն է գնդակի մոտ, ձախ եզրում, կա բարձրից փոխանցումը, արձագանքեց Գարիկ Սարգսյանը և ստացվեց իրականում շատ նյարդային այսպես պահ Ադանայի դարպասին, Մորյանը կարողացավ միևնույն է վերցնել գնդակը, Աբգարյանն առաջ է ուղարկում, Մարտիրոսյան լավ շրջվեց արված Մարտիրոսյանից, վտանգավոր էր իհարկե, բայց ամեն դեպքում դարպասի ուղղությամբ չգնաց գնդակն այստեղ։ Եվ Թովմասյանը գնդակը կմցնի։ Խաղի մեջ Ադանայի ավակը
Դեպի Մուրադյանը, բայց գնդակը Մուրադյանը կասեցրեց մրցակցի համար, հիմա փորձում է վերադարձնել այն, ինչը չստացվեց ամեն դեպքում, Մարտիրոսյան դեպի Աչիեզրը ուղարկում գնդակը, Ռադիկ Մարտիրոսյանն է այստեղ, Հայկ Սարգսյանի հետ խաղաց, լավ է շրջվում Սարգսյանը, տեսնում ենք հարված և Պողոսյանը կանգնեց այս գնդակի ճանապարհին, ևս մեկ հարված եք տեսնում և արդեն դարպասաձողը օգնության ասա վերջին պահին Ադանային Գարիկ Սարգսյան, Մարտիրոսյան Սերոպյանն է նորից պայքարում, այս անգամ չստացվեց խլել գնդակը Մարտիրոսյանից, Սարգսյան, Մարտիրոսյան Տուգանային հրապարակում է, Աբգարյան արված, փակված է գնդակի ճանապարհը և Սահակագրոյի փորձ է, Մուրադյանը հասցրեց Աչիեզր ուղարկել գնդակը, Սերոպյան որոշում է արվածել, Սերոպյանը լավ էր մտածել իրականում, բայց Այվազյանը ամեն դեպքում վերցրեց գնդակը, Մարտիրոսյան, արձակման աչ թևում է, նորից Մարտիրոսյան և խլեց գնդակը, այստեղ ոչ, մրցավարի օգնությամբ միայն դա կարողացավ անել Ադանան, միանշանակ պետք է գնդակը վերադարձվի Գագարինին, Մարտիրոսյան կենտրոնում է հայտնվել, դեպի ձախ եզր, Ժորա Մարտիրոսյանն է այստեղ, դեպի Սարգսյանը լավ էր մտածել, ստացվեց արձագանքել Սարգսյանի մոտ, բայց հրաշալի մտահղացում էր այստեղ, և գնդակը Թովմասյանը կմտցնի խաղի մեջ։ Ուժեղ փոխանցում առաջ, Շաբգարյանն է պաշտպանությունում, Սարգսյան դեպի Մարտիրոսյանը։ Գնդակը Սարգսյանի մոտ է, Մարտիրոսյան։ Սարգսյան փորձի պատասխան փոխանցումը կատարել և Տմոյանն է այստեղ հեռացնում։ Եզրային նետում կլինի։ Սարգսյան, գլորում են գնդակը, Գագարինի ֆուտբոլիստները, դեպի Պողոսյանը, պահեց գնդակը Պողոսյանը և վաստակում է անկյունային, եզրային նետումը կարելի է ասել, վերածեցին անկյունային Գագարինի ֆուտբոլիստները, ձախ եզրից կա փոխանցումը դեպի Դավթյանը, Աչիեզրում է, Հովանիսյան, պատասխան փոխանցումը Դավթյանին, դեպի Տուգանային հրապարակ, Սարգսյանը փորձեց պահել գնդակը, Պողոսյան, միգուցե հեռվից, Պողոսյան և գնդակը դարպասում է 1-0, Պողոսյանը հրաշալի գոլ է խփում, պարզապես դարպասաձողն այս անգամ աշխատեց Գագարինի օգտին և այն վերածվեց շքեղ գոլի 1-0, Գագարինը վերջնամասում ամեն դեպքում կարողանում է խփել այս հանդիպման առաջին գոլը և սա իհարկե միմիայն հետաքրքիր է թվում, քանի որ Ադանան հիմա արդեն գնալու է առաջ, հոյակապ իհարկե գոլ ստացվեց սկզբում, հաջողանցում ցույց տվեց հարված, շրջանցեց մրցակցին Պողոսյանը և գեղեցիկ, իսկապես գեղեցիկ գոլ խփեց, նաև կարևոր այս խաղում դեռ մինչև այս դարպասի գրավում չէր եղել, չնայած որ երկու թիմերն էլ ունեցել էին հնարավորություններ։ Մոյան գնում է առաջ, Ադանան միանշանակ փորձել են ինտենսիվ գործել առջևում, Մուրադյան մնաց գնդակով, կենտրոնում է Մուրադյան և կարողացան խլել գնդակը Գագարինի ֆուտբոլիստները, Սահարակ Հակագրոյի փորձ է, Պողոսյան դեպի Սարգսյանը, Աչիեզր, վտանգավոր է 2-0 Երկրորդ գոլը շատ արագ Հայկ Սարգսյանը խփում է Գագարինից, Հայկես Հակագրոյի իհարկե կայծակնային արագությամբ և շատ հաջող եզրափակում։ Հինգերորդ գոլը ընթացիկ առաջնությունում Գագարինի արդեն և սա Հայկ Սարգսյանի գոլն էր, տեսնենք Ադանան հիմա արդեն ինչպես կարձագանքի երկու գնդակի տարբերություն։ Աչիեզրում է գնդակը, տեսնենք ինչպես կստացվի։ Արիբյան։ Աչիեզրում բացվեց Սերոպյանը և այստեղ կփորձի հասնել գնդակին, ճիշտ է շատ դժվար է։ Առելի այսպես տարածություն կար գնդակի և Սերոպյանի միջև ու հասնել այստեղ հնարավոր չեղավ։
Դարպասապա Այվազյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Աչի եզրում է գնդակ Հովանիսյան։ Հաջող փոխանցում ստացվեց Դավթյանի ուղղությամբ, բարձրից փոխանցում, Սարգսյանը իջեցրեց գնդակը դեպի Այգ Սարգսյանը, Թմոյանը փորձեց խանգարել, Հովանիսյան, տեսնում ենք արված անդրադարձ 3-0։ Երրորդ գոլը Գագարինի, մի քանի րոպեում Գագարինը այսքան գոլ խփեց իհարկե եւ սա ֆիասկո էր իհարկե Ադանայի համար։ Պաշտպանվել այսքան հաջող, բայց վերջնամասում բաց թողնել 3 գնդակ։ Այո, սա ինքնագոլ իհարկե կհաշվվի։ Հովանիսյանի հարվածը լրիվ այլ տեղ էր գնում եւ անդրադարձը խանգարեց դարպասապային, այլևս փրկել դրությունը իհարկե Մորյանը չէր կարող։ Թոմասյան Թմոյանի հետ է խաղում, փոխանցում դեպի Մուրատյանը եւ խլեցին գնդակը Գագարինի ֆուտբոլիստները, ճիշտ է շատ արագ Ադանան վերադարձրեց, Սերոփյան դեպի ձախ եզր է գալիս գնդակը, բայց ստացվեց արձագանքել։ Այո, ամենայն հարգանքով Գագարինի այսօրվա խաղի միանշանակ մենք դրականը կարելի ասել, բայց այնպես որ Ադանան այս հաշվով արժանի չէ։ Պարտության միանշանակ կփորձեն առաջ գնալ, բայց զուտ Ադանայի տեսանկյունից իհարկե նրանք գոնե 1 գոլի առնվազն 1 գոլի արժանի են, տեսնենք երբ կկարողանան խփել կամ արդյոք կկարողանան խփել թե ոչ։ Իսկ Գագարինը վերջում արդեն զգալիորեն աշխատեց իր պայերի իրացման վրա եւ այնտեղ նաեւ անատական վարպետության մասին պետք է խոսել։ Առաջին 2 գոլերը հատկապես հենց դրա մասին են իհարկե Պողոսյանի անցումն ու հարվածը, Սարգսյանի զարգացրած արագությունը եւ վերջում արդեն հարվածը մի խոսքով։ Դրանք անատական բարձր վարպետության մասին են խոսում, ինչը մենք տեսանք դաշտում։ Դավթյան, աչի եզրով գնում է առաջ եւ կա խախտում Թոմասյանի կողմից այստեղ։ Տեսնենք Մարտիրոսյանն է գնդակի մոտ, սա ստանդարտ է, որը կիրասնի Գագարինի 12 համարը։ Կա մրցավարի սուլիչը Մարտիրոսյան պտտեցրեց գնդակը, բայց կանգնեցին այս հարվածի ճանապարհին Ադանայի պաշտպանները։ Լավ անցում ստացվեց, Մարտիրոսյան, Սարգսյան արված բարձր է ստացվում, հիմա էլ Գարիկ Սարգսյանն էր շատ մոտ հաջողությանը, Գագարինից կարող էր 4-րդ գոլը խփել իր թիմի։ Ուժեղ փոխանցում առաջ դեպի ձախ եզր, Սերոփյանը կփորձի հասնել գնդակին եւ այստեղ եզրային նետում կլինի սպիտակները, գնդակը կմցնեն խաղի մեջ։ Դավթյան աչի եզրում է, Սիմոնյանը կարողացավ խլել գնդակը, տեսնում ենք հարված հեռու տարածությունից եւ անկյունային Բեգլարյան լավ շրջվեց այստեղ Բեգլարյանը, Տուգանային նրա պարակում է եւ Գարիկ Սարգսյանը հեռացրեց գնդակը։ Եվ եզրային նետում կլինի Մարտիրոսյան, աչի եզրում է, գնում է առաջ, տեսնենք ինչ տարբերակներ ունի, փոխանցումը փակված է ճանապարհն այստեղ, դեպի ձախ եզր էր գալիս, Մարտիրոսյանի ուղղությամբ Թովմասյան, գնում է առաջ Գագարինը եւ ստացվեց խլել գնդակը նորից հակագրով։ Գագարինի կողմից դեպի աչի եզր։ Հովանիսյան թողեց խաղանկերոջը, վտանգավոր է, 4-րդ գնդակը դարպասում է, հոյակապ եզրափակում հիմա էլ Դավթյանն է խփում եւ սա Գագարինի 4-րդ գոլն էր այս խաղում։ Շատ լավ հարված ստացվեց դեպի վերին ինյակը, մահացու հարված էր իհարկե, ինչ անել դարպասապայի տեսանկյունից, երբ նման հարվածներ են գալիս, ոչինչ ուղղակի հնարավոր չի անել, չկա հակախաղ այսպիսի հարվածների դեմ եւ ամրագրում է վերջնականորեն իր հաղթանակը Գագարինն այս գոլով։ Թմոյան դեպի ձախ եզր, Թոմասյան,
Սերոփյան հետ է ուղարկում գնդակը պաշտպանության կենտրոն Ղարիբյանին։ Եզրային նետում կլինի։ Սերոփյան, դեպի աջ եզր, Տնոյան, Սերոփյան նորից։ Տեսնում ենք հարված, խաղանկերը կանգնեց այս հարվածի ճանապարհին։ Հարված դարպասից կլինի։ Այվազյան։ Ղարիբյանը կնետի եզրից։ Ձախ եզրում է գնդակը Սերոփյան։ Լավ անցում ստացվեց, մնում է գնդակով Սերոփյանը եւ այստեղ Բեգլարյանը կարողացավ պահել գնդակը դաշտի սահմաններում։ Տեսնում ենք փոխանցում, բայց հաջողային չստացվեց։ Սարգսյան, Մարտիրոսյան եւ եզրային նետում կլինի։ Ղարիբյան դեպի Տնոյանը, Պողոսյան։ Բեգլարյանի հետ է խաղում, բայց Մարտիրոսյանն այստեղ խլեց գնդակը, վերջ Գագարինը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում, 3 միավոր, այս խաղի համար այսքանը, մենք կհանդիպենք քիչ անց։